Պատմության դասերը վկայում են, որ հակամարտության ելքերը չեն վճռվում միայն ռազմական գործողությունների արդյունքներով, քանի որ ռազմական գործողությունների ավարտից հետո անմիջապես սկսվում է դիվանագիտական պայքարը։ Եվ երբեմն հենց մարտի դաշտում պարտված կողմը կարող է իրավիճակը ծառայեցնել իր օգտին, եթե ունի ազգային եւ պետական շահի հստակ գիտակցում եւ կարողանում է հմտորեն օգտագործել բանակցային գործընթացի ընձեռած բոլոր հնարավորությունները։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կուսումնասիրենք միջազգային փորձից օրինակներ, որոնք մեզ համար հատկապես կարևոր են այսօր, երբ մեզ փորձում են համոզել, որ մարտի դաշտում կրած պարտությունից հետո մեր պատմությունն այլևս ավարտված է, եւ մենք պետք է անվերապահորեն ընդունենք թշնամու բոլոր պահանջները եւ ստորագրենք կապիտուլյացիան։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես պարտվելով ռազմի դաշտում հնարավոր է նվազագույնի հասցնել պարտության հետևանքները եւ նույնիսկ ստանել հաղթանակ, եթե դրա համար կա ազգային ինքնություն, պետական շահի գիտակցում եւ իհարկե կամք։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ սկսենք։ 1815 թվական Նապոլեոնյան Ֆրանսիան պարտված է։ Ողջ Եվրոպան ցնցած եւ 2 տասնամյակ տևած պատերազմներից հետո հաղթող տերությունները հավաքվում են Վիեննայում, վերաձևելու մայրցամաքի քարտեզը եւ որոշելու պարտված կայսրության ճակատագիրը։ Թվում էր, թե աղետն անխուսափելի է, քայքայված տնտեսություն, ջախջախված բանակ եւ վրեժի ծարավ 4 հզոր թշնամի։ Ավստրիան, Պրուսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը պատրաստվում էին պատժել Ֆրանսիային, խլել նրա տարածքները եւ պարտադրել կործանարը ռազմատուգանքներ։ Երբ ֆրանսիացի դիվանագետ Շարլ Մորիս դը Տալեյրան Պերիգորը ժամանեց Վիեննա, նրա վիճակն անհուսալի էր։ Հաղթող քարյակը չէր պատրաստվում նույնիսկ թույլատրել Ֆրանսիային մասնակցելու բանակցություններին։ Նրանք ծրագրել էին միայն ծանուցել ֆրանսիական պատվիրակությանը արդեն ընդունված որոշումների մասին, ինչը նվաստացուցիչ էր Եվրոպայի երբեմնի ամենահզոր տերության համար։ Եվ այստեղ մեկնարկում է համաշխարհային պատմության մեջ դիվանագիտական ամենափայլուն գործողություններից մեկը։ Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը բանակցությունների ընթացքում Բուրբոնների դինաստիան ներկայացրեց որպես հեղափոխության զոհ, պնդելով, որ իրենք ինչպես եւ այլ գահընկեց արված դինաստիաներ պետք է վերականգնեն իրենց իրավունքները։ Այդ փաստարկը թույլ տվեց պահանջել վերադարձը Ֆրանսիայի 1792 թվականի սահմաններին եւ կանխել նրա բաժանումը ազդեցության գոտիների, ինչին ի սկզբանե ձգտում էին հաղթողները։ Արդյունքում Ֆրանսիան բանակցությունների սեղանին հանդես եկավ որպես իրավահավասար կողմ։ Տալեյրանը Ֆրանսիայի համար խաղաղություն չէր աղերսում։ Փոխարենը նա կարողացավ հաստատել Ֆրանսիայի դերը որպես իրավահավասար կողմ։ Նրա խոսքում Ֆրանսիան ներկայացվում էր ոչ թե պարտված ագրեսոր, այլ որպես ազատագրված երկիր, որը վերադառնում է եվրոպական ընտանիքի գիրկը։ Հետևելով հաղթող քարյակին, Տալեյրանն անվրեպ բացահայտեց նրանց դաշինքի ճեղքերը։ Ռուսաստանը հավակնում էր Լեհաստանին, իսկ Պրուսիան ցանկանում էր իրեն միացնել Սաքսոնիան, սակայն այս հավակնություններն անհանգստացնում էին Ավստրիային եւ Մեծ Բրիտանիային։ Ֆրանսիայի կորցրած տարածքները վերադարձնելու համար ուղիղ պայքարի մեջ մտնելու փոխարեն Տալեյրանն ընտրեց բաժանիր եւ տիրիր մարտավարությունը։ Նա հանդիպեց հաղթողներից յուրաքանչյուրին առանձին, խորացնելով նրանց կասկածները միմյանց նկատմամբ։ Երբ լեհասաքսոնական հարցում լարվածությունը հասավ գագաթնակետին, Ֆրանսիան Ավստրիային ու Մեծ Բրիտանիային առաջարկեց ռազմական դաշինք ընդդեմ Ռուսաստանի եւ Պրուսիայի։ 1815 թվականի հունվարի 3-ին ստորագրվեց Վիեննայի գաղտնի պայմանագիրը, որը Ֆրանսիային իրավազորկ պետությունից կրկին դարձրեց Եվրոպայի առանցքային դերակատար։ Տալեյրանը հանդես եկավ որպես Եվրոպայում նոր հավասարակշռության տեսաբան եւ պրակտիկ։ Նրա ուժերի հավասարակշռության հայեցակարգը ենթադրում էր ոչ միայն մեծ տերությունների հավակնությունների զսպում, այլև բուֆերային պետությունների համակարգի ստեղծում։ Նա հետևողականորեն պաշտպանում էր գերմանական փոքր իշխանությունների շահերը, որոնք վախենում էին Պրուսիայի գերիշխանությունից, ինչպես նաև աջակցում էր իտալական պետությունների եւ Շվեյցարիայի անկախությանը։ Այս բուֆերային գոտիների համակարգը միաժամանակ լուծում էր երկու խնդիր՝ զսպում էր հաղթողների զավթողական ձգտումները եւ ապահովում էր հենց Ֆրանսիայի ռազմավարական անվտանգությունը։ Տալեյրանը ստեղծեց մայրցամաքային հավասարակշռության ճարտարապետություն, որտեղ Ֆրանսիան զբաղեցնում էր իր սահմանված տեղը։
Այս դիվանագիտական սիմֆոնիայի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Ֆրանսիան պահպանեց իր գրեթե բոլոր պատմական սահմանները, խուսափեց կործանարար ռազմատուգանքներից, ստացավ ծանրակշիռ ձայնի իրավունք Եվրոպային առնչվող բոլոր հարցերում։ Բայց գլխավորը, թշնամիները, որոնք դեռ վերջերս երազում էին Ֆրանսիայի մասնատման մասին, ճանաչեցին նրան որպես Եվրոպայի քաղաքական ճարտարապետության առանցքային եւ կարևորագույն մաս։ Տալերանին հաջողվեց ռազմական պարտությունը վերածել դիվանագիտական հաղթանակի։ Պարտվելով մարտադաշտում, Ֆրանսիան հաղթեց բանակցությունների սեղանի շուրջ։ Այս պատմական օրինակը փաստում է այն ճշմարտությունը, որ նույնիսկ ամենածանր պարտությունից հետո հմուտ դիվանագիտությունը կարող է նվազագույնի հասցնել կորուստները եւ ստեղծել ամուր հիմք վերածննդի համար։ Ազգային եւ պետական շահի գիտակցումը, աշխարհաճանաչողությունը, ռազմավարական տեսլականը եւ կամքի առկայությունը մշտապես երաշխավորում է հաղթանակ, նույնիսկ եթե ռազմի դաշտում ուժերը անհավասար են։ 1878 թվական ռուս-թուրքական պատերազմը մոտենում էր ավարտին։ Օսմանյան կայսրության հիմնական ուժերը ջախջախված էին, իսկ ռուսական զորքերը կանգնած էին Կոստանդնուպոլսի մատույցներում։ Թուրքիան անկարող լինելով շարունակել պատերազմը, խաղաղություն է խնդրում Ռուսաստանից, որի արդյունքում 1878 թվականի մարտին Կոստանդնուպոլսի մատույցներում գտնվող Սան Ստեֆանո քաղաքում կնքվում է պայմանագիրը։ Օսմանյան կայսրության համար Սան Ստեֆանոյի պայմանագիրը իսկական դիվանագիտական աղետ էր։ Թուրքիան կորցրեց իր բալկանյան տարածքների զգալի մասը։ Ստեղծվեց Մեծ Բուլղարիան, փաստացի ռուսական պրոտեկտորատ, որը տարածվում էր Դունայից մինչև Էգեյան ծով։ Սերբիան, Չեռնոգորիան եւ Ռումինիան ստացան լիակատար անկախություն եւ տարածքային ընդարձակումներ։ Ռուսաստանն իրեն միացրեց Կարսը, Արդահանը, Բաթումը եւ հարավային Բեսարաբիան։ Օսմանյան կայսրությունը դադարեց գոյություն ունենալ որպես կարևոր եվրոպական տերություն։ Դեռ վերջերս հարավ-արևելյան Եվրոպայի մեծ մասը վերահսկողն այժմ պահպանում էր միայն փոքր անկլավ Կոստանդնուպոլսի շուրջ։ Այդպիսի ջախջախիչ ռազմական պարտությունից եւ նվաստացուցիչ խաղաղությունից հետո վերածնունդ անհավանական էր թվում։ Բայց հենց այստեղ է սկսվում դիվանագիտական փայլուն ռևանշի պատմությունը։ Օսմանյան դիվանագետները շատ լավ գիտակցում էին, որ իրենց մնում է միայն մեկ հնարավորություն։ Դա եվրոպական տերությունների միջև առկա հակասություններն էին, եւ նրանք վարպետորեն իրացրեցին այդ հնարավորությունները։ Մեծ Բրիտանիան եւ Ավստրո-Հունգարիան Սան Ստեֆանոյի պայմանագիրն ընկալեցին որպես անմիջական սպառնալիք իրենց շահերին։ Լոնդոնը Ռուսաստանին դարձակումը դեպի միջերկրական ծով համարում էր վտանգ իր եւ Հնդկաստանի հաղորդակցության համար, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրայելին նավատորմն ուղարկեց միջերկրական ծով, ցուցադրելով պատերազմին պատրաստ լինելը։ Վիեննան վախենում էր, որ ռուսական ուժեղացումը Բալկաններում կնպաստի պանսլավոնական տրամադրությունների աճին, ինչը կհանգեցնեն ավստրո-հունգարական բազմազգ կայսրության ապակայունացմանը։ Ավստրիական դիվանագիտության ղեկավար Դյուլա Անդրաշին զբաղեցրեց անզիջում դիրքորոշում, պահանջելով պայմանագրի վերանայում։ Օսմանյան ներկայացուցիչները հետևողականորեն աշխատում էին այս վախերն ուժեղացնելու ուղղությամբ։ Նրանք հմտորեն ներկայացնում էին Սան Ստեֆանոյի խաղաղությունը ոչ թե որպես արևելյան հարցի արդարացի լուծում, այլ որպես Ռուսաստանի ագրեսիվ զավթողականություն, ինչը սպառնում էր ամբողջ Եվրոպային։ Ռուսաստանի դեմ դիվանագիտական հակազդեցության կազմակերպման մեջ վճռական դեր խաղաց Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։ Ներկայացնելով իրեն որպես ազնիվ միջնորդ, նա առաջարկեց Բեռլինում հրավիրել միջազգային վեհաժողով ռուս-թուրքական խաղաղության պայմանների վերանայման համար։ Իրականում Բիսմարկը ամենևին էլ չեզոք իրավարար չէր։ Նրան անհանգստացնում էր Ռուսաստանի չափազանց ուժեղացումը, եւ նա գաղտնի աջակցում էր Ավստրո-Հունգարիային։ Օսմանյան դիվանագիտությունը կարողացավ օգտվել երկաթե կանցլերի այս թաքնված կանխակալությունից, դարձնելով նրան փաստացի դաշնակից Սան Ստեֆանոյի պայմանագրի դեմ պայքարում։ Երբ 1878 թվականի հունիսին սկսվեց Բեռլինի վեհաժողովը, Ռուսաստանը հայտնվեց դիվանագիտական լիակատար մեկուսացման մեջ։ Պատերազմից թուլացած, տնտեսապես հյուծված, նա բախվեց եվրոպական տերությունների միասնական ճակատին, որը պնդում էր վերանայել Սան Ստեֆանոյի խաղաղության պայմանները։
Օսմանյան կայսրությունը ընդհակառակը հանդես էր գալիս արդեն ոչ թե որպես պարտված կողմ, այլ որպես բանակցությունների լիիրավ մասնակից, որն օգտվում էր ազդեցիկ դաշնակիցների աջակցությունից։ Ռուսական պատվիրակությունը կանցլեր Ալեքսանդր Գորչակովի ղեկավարությամբ ստիպված էր համաձայնել մի շարք զիջումների։ 1878 թվականի հուլիսի 13-ին ստորագրվեց Բեռլինի տրակտատը, փաստաթուղթ, որը արմատապես փոխեց Սան Ստեֆանոյի խաղաղության պայմանները հօգուտ Օսմանյան կայսրության։ Ի դեպ, Բեռլինի հենց այս վեհաժողովի շրջանակներում էլ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես հայկական հարց։ Մեծ Բուլղարիան, որը պետք է դառնա Ռուսաստանի հենարանը Բալկաններում, բաժանվեց 3 մասի՝ բուլղարական ինքնավար իշխանություն, Արևելյան Ռումելիայի ինքնավար նահանգ եւ Մակեդոնիա, որոնք բոլորն էլ գտնվում էին Թուրքիայի անմիջական վերահսկողության ներքո։ Տարածքները, որոնք պետք է անցնեին Սերբիային եւ Չեռնոգորիային, զգալիորեն փոքրացան։ Ռուսաստանը պահպանեց ձեռքբերումները միայն Անդրկովկասում, փաստացի չկարողանալով ամրագրել ռազմի դաշտում տարած հաղթանակը։ Ավստրո-Հունգարիան ստացավ իրավունք գրավելու Բոսնիան եւ Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիան՝ Կիպրոսը։ Բեռլինի վեհաժողովը դարձավ օսմանյան դիվանագիտության հաղթանակը։ Կայսրությունը, որը կրել էր ջախջախիչ ռազմական պարտություն, կարողացավ նվազագույնի հասցնել դրա հետևանքները եւ պահպանել նշանակալի տարածքներ Բալկաններում։ Ռուսաստանը, չնայած մարտի դաշտում տարած հաղթանակին, կրեց ռազմավարական պարտություն։ Այս պատմական օրինակը փաստում է անհերքելի ճշմարտությունն առ այն, որ ռազմական հաջողությունը չի երաշխավորում հակամարտության վերջնական ելքը, եթե այն ամրագրված չէ հմուտ դիվանագիտությամբ։ Օսմանյան կայսրությունը, պրագմատիկ գնահատելով ուժերի դասավորությունը Եվրոպայում եւ հմտորեն օգտագործելով մեծ տերությունների տարաձայնությունները, աղետը վերածեց մեծ հնարավորությունների։ Քննարկված երկու դեպքերում էլ դիվանագիտական հաջողությունը ձեռք բերվեց մեծ տերությունների միջև հակասությունների հմուտ օգտագործման շնորհիվ։ Տալերանը խաղում էր անգլո-ռուսական տարաձայնությունների վրա, իսկ օսմանյան դիվանագետները Բրիտանիայի եւ Ավստրո-Հունգարիայի վախերի վրա կապված ռուսական ազդեցության ընդլայնման հետ։ Այսօր մեր տարածաշրջանը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ Չինաստանի շահերի հատման գոտում է։ Այս դերակատարների շահերը տարածաշրջանում երբեք չեն համընկել եւ այսօր էլ չեն համընկնում։ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը, Թուրքիան առաջ է մղում պանթուրքական իր օրակարգը, Իրանը, բացի աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրները, վախենում է իր հյուսիսային սահմանների ապակայունացումից եւ Ադրբեջանի ազգայնականության ուժեղացումից։ Արևմուտքը հետաքրքրված է միաբևեռ աշխարհի վերականգնմամբ, Չինաստանի ռազմավարական զսպմամբ, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսներով եւ տրանսպորտային միջանցքներով, թեպետ որով բոլոր գերտերություններն էլ այս պահին հետաքրքրված են։ Իսկ Չինաստանը զարգացնում է գոտիներ եւ ճանապարհներ նախագիծը, միևնույն ժամանակ ընդլայնելով իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում։ Մեր տարածաշրջանում շահերի բախման այս պատկերը մեզ տալիս է անսահման հնարավորություն ոչ միայն մեղմելու պատերազմում կրած պարտության հետևանքները, այլ նաև ամուր հիմք դնել լիարժեք վերականգնման համար։ Թշնամու բոլոր պահանջների անվերապահ կատարումը, նրա առաջ խոնարհումը, սեփական ինքնությունից հրաժարումը եւ նվաստացուցիչ ապրելակերպը, ինչպես քարոզում է մեր քաղաքական վերնախավը, երբեք չի կարող հանգեցնել խաղաղության։ Այն միտքը, որ մենք այլ ընտրություն չունենք եւ պետք է ընդունենք թշնամու բոլոր պահանջները, այլապես կլինի պատերազմ, ապացուցում է, որ մեր դիվանագիտությունն այսօր զբաղված է ոչ թե Հայաստանի Հանրապետության համար ելքեր փնտրելով, այլ հնարավորինս արագ ամրագրում է մեր պարտությունը։ Մենք պարտավոր ենք հաղթահարել կործանարար այն պարզ մտածողությունը, որ հաղթողը ստանում է հնարավոր ամենը, իսկ պարտվողը կորցնում ամեն ինչ։ Կեղծ ու հանցավոր քարոզ է այն, որ այսօր ողջ աշխարհը մեր դեմ է։ Իրականում լիարժեքորեն վերականգնվելու համար մենք ունենք բոլոր հնարավորությունները, որոնք անսպառ են։ Սակայն դրան առաջին տանող քայլը պետք է լինի փոխհամաձայնեցված այս խմբի իշխանության հաղթահարումը եւ հայկական պետության ձևավորումը։ Իսկ ինչ է կարծում, որը պետք է լինի վերականգնման տանող մեր առաջին քայլը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ հետեւեք մեր հաջորդ թողարկումներին։